Տիրոջ հոգին ինձ վրա է։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ավետարանական ընթերցանությունը Ղուկասի ավետարանի 4-րդ գլխից է։ Մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս 40 օր ծոմ է պահում եւ ապա փորձության ենթարկվում սատանայի կողմից եւ հաղթում նրան։ Ապա Սուրբ Գիրքը ասում է, որ Տիրոջ հոգին Հիսուս Քրիստոսին ուղղորդում է։ Հիսուս Քրիստոս գնում է Տիրոջ հոգով լցված, զորությամբ լցված, քարոզելու Գալիլեայի շրջաններում։ Նրա համբավը տարածվում է ողջ շրջանում եւ նա գալիս է Նազարեթ, գալիս է իր հայրենի քաղաքը, ուր մտնում է ժողովարան եւ նրան տալիս են Սուրբ Գիրքը ընթերցելու եւ մեկնելու համար։ Հիսուս Քրիստոս բացում է Եսայի մարգարեությունը եւ ընթերցում է հետեւյալ տողերը. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ կոծեց ինձ եւ ուղարկեց աղքատներին ավետարանելու, բանտարկյալներին ազատություն շնորհելու, ճնշվածներին ազատություն շնորհելու, կույրերին տեսողություն շնորհելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Երբ Հիսուս Քրիստոս Եսայի մարգարեության այս տողերը ընթերցում է, փակում է Գիրքը եւ ասում է, որ այսօր այս խոսքերը, այն ինչ որ գրված է այս գրքում, իրականացվեց։ Եսայի մարգարեության այդ հատվածը Մեսիայի Քրիստոսի օծյալի մասին էր։ Հրեա ժողովուրդը սպասում էր մի օծյալի, ով պիտի գար եւ իրենց ազատություն բերեր, հիմնված Եսայի եւ այլ մարգարեների մարգարեությունների վրա։ Եվ Հիսուս Քրիստոս գալով Նազարեթ, մի վայր, որտեղ իրեն բոլորը ճանաչում էին, վերցնում է հենց այդ տողերը ընթերցում եւ ասում է. Ես եմ Քրիստոսը, ես եմ Աստծո օծյալը, ես եմ, որ ուղարկված եմ Աստծո կողմից, ձեզ ազատություն, տեսողություն ավետարանելու համար։ Երբ մենք ընթերցում ենք ավետարանը, մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս իսկապես պայքարեց մարդկանց ազատություն շնորհելու համար, բայց ազատություն ոչ միայն աշխարհը խեղդող բռնաճնշումներից, այլև հոգին տանջող եւ սպանող մեղքերից։ Հիսուս Քրիստոսի պայքարը թշնամու դեմ էր, բայց ոչ թե մարդատեսիլ թշնամու, ոչ թե հռոմեական կայսրության ներկայացուցիչների դեմ էր, ինչպես սպասում էին մարդիկ, այլ այն արտաքին թշնամու, որը սնուցվում էր մարդու ներքին թշնամու կողմից։ Հիսուս Քրիստոսի պայքարը չարի դեմ էր, եւ չարը սնուցվում էր մարդկանց մեջ գտնվող մարդկանց չար իղձերից եւ մեղքերից եւ սնուցում էր դրանք։ Հիսուս Քրիստոս պայքարեց չարի դեմ եւ հաղթեց նրան։ Եվ այսօր, երբ ընթերցում ենք այս տողերը, մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոս այսօր մեզ նույնպես ասում է. Տիրոջ հոգին իմ վրա է, եւ ես եկել եմ ձեզ ազատելու։ Եկել եմ ձեզ ազատելու մեղքի կապանքներից, եկել եմ ձեզ տեսողություն տալու, հնարավորություն տալու տեսնելու ինձ Հիսուս Քրիստոսին, տեսնելու Հորը, որ ուղարկեց Հիսուս Քրիստոսին։ Եվ այսօր մենք բոլորս կանգնած այս տողերի առջև պիտի խոնարհվենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև, ընդունելով նրան իբրև Քրիստոս, իբրև օծյալ, իբրև Աստծո կողմից ուղարկված, նա, ով մեզ բերեց եւ բերում է ազատություն։ Այսօր էլ մենք բռնաճնշումների ենք ենթարկվում, թե արտաքին, թե ներքին, թե մեղքի պատճառով եւ թե այլ բազմաթիվ հանգամանքների պատճառով։ Եվ հենց այսօր Քրիստոսի այս խոսքերը գալիս են մեզ գոտեպնդելու, գալիս են մեզ զորացնելու, գալիս են մեզ բացատրելու, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս մեր համար պայքար է տանում եւ մեզ ազատություն է շնորհում։